Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների իրազեկման օրն է։ Այս կտավները հուշում են, պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ախտորոշման բուժառուներն ապաքինվում են։ Հոդաբորբի այս տեսակը ամենատարածվածն է մինչև 16 տարեկանների շրջանում։ Վերջին 35 տարիների ընթացքում աշխարհը ստեղծեց, այսինքն գենային ինժեներիան ստեղծեց կենսաբանական դեղեր, որոնք լրիվ հեղափոխություն արեցին ռևմատոլոգիայում եւ մանկական ռևմատոլոգիայում, այսինքն այնինչ առաջ համարվում էր անբուժելի, դարձավ բուժելի։ Դեղորայքը նախատեսված է ամբողջ կյանքի համար, սակայն թանկ է, ինչի պատճառով շատերը կիսատ են թողնում բուժումը, իսկ այդ դեպքում մեծանում է հաշմանդամության առաջացման ռիսկը։ Հիվանդության կանխարգելման նպատակով 2024-ի ապրիլից Առողջապահության նախարարությունը ռևմատոիդ արթրիտ ունեցողներին տոցիլիզումաբ դեղն անվճար է տրամադրում։ Ընդհանուր պատկերը շատ ավելի լավ է, քան թե մենք ունեցել ենք տարիներ ի վեր։ Մեր նպատակներ այսօր նաև իրազեկման շրջանակներում, ուրեմն շփվել ծնողների հետ, խոսել երեխաների հետ, որովհետև այս հիվանդությունների պարագայում, եթե կարողանում ենք ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը, երեխաները կարող են իրենց սովորական կյանքով ապրել, տեսնում եք, նկարել, դպրոց գնալ, զբաղվել իրենց նախասիրություններով։ Արաբկիր բժշկական համալիրում արձանագրում են, փոքրիկների բուժման հարցում դրական արդյունքներ կան։ Նախկինում որոշները չէին կարողանում նույնիսկ մատիտը բռնել, այսօր արդեն նկարում են։ Հատուկ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որովհետև քայլը, որ արվեց նախարարության կողմից, դա աննախադեպ էր։ Երեխաները, որոնք կարիք ունեին այս բուժման, փաստորեն տասնյակ տարիներ այդ բուժումը չեն կարողացել ստանալ։ Եվ հիմա նրանք այդ ամենը ստանում են անվճար, որովհետև նախարարությունը իրականացրեց այս ծրագիրը ձեռք բերելով այդ դեղամիջոցները եւ տրամադրելով այս երեխաներին, որոնք դրա կարիք ունեն։ Հոդացավերից չի կանգատվում, հանգիստ շփվում է բոլորի հետ, երեխաների հետ, վազում է, հեծանիվ է քշում, գնդակ է խաղում։ Վերադարձել է առողջ։ Փոքրիկները բուժաշխատողների շուրջօրյա հսկողության ներքո են։ Նախարարության անվճար դեղեր շահառուներին ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարիներին։ Վստահ են, դեղորայքի տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։